Իշխանական պատգամավորները ասում են, որ սա սրտացավությամբ է անում Նիկոլ Փաշինյանը եւ ցանկանում է բոլոր խնդիրները լուծել, օրինակ ասում է եկեղեցիների վիճակը տեսել եք, այդպես է անում, որպեսզի կարգի բերեն։ Օրինակ, եթե սրտացավ կառավարություն լիներ, եկեղեցու պատմությունը առարկան կհանեին դպրոցներից, եթե այսքան գնահատեին առաքելական եկեղեցու դեր։ Ես եկեղեցիների վիճակը ճիշտ ասած տեսել եմ ու դրա համար եմ նաեւ պնդում, որ սրտացավություն այստեղ չկա։ Իսկ ինքը կարող է մի լուսանկար հրապարակել չուլանացված եկեղեցու։ Սա է եկեղեցապատկան չի Եվ այնտեղ պարզվեց, որ մեկը եկեղեցապատկան չի, մեկը պարզվեց, որ եկեղեցու այսինքն եկեղեցու վերահսկողության ներքո չի, եկեղեցին չի դրա համար պատասխանատու։ Նկատի ունեմ, սրտացավությունը որտեղ ենք տեսնում, էլի եմ կրկնում, ամենայն հայոց վեհապարին գլխավոր մաֆիոզ անվանելու մեջ ենք սրտացավություն տեսնում, օդից կախված հայկական ժամանակին բնորոշ լուրերը պետական մակարդակում ժամը 1 վիրավորական բառապաշարով գրելու մեջ ենք սրտացավություն տեսնում։ Բոլոր մեր թույլ տվեք հարցին պատասխանել, բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր սրտացավություն են փնտրում, պիտի նայեն համաշխարհային օրինակները, երբ նման դեպքեր եղել են եւ այլ կառավարությունները ինչպես են արձագանքել ու կտեսնեն, որ ամեն կերպ պաշտպանել են կառույցը, փորձել են լուծել խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ խնդրի մասին փաստեր չունենք, բայց տեսնում ենք կառույցի ամեն գնով թիրախավորում։ Սա է հարցը, սրտացավություն չեմ կարող տեսնել։ Հանդերձնիկին Վարդանյան, եթե պարզվի, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ դուստր ունի, Ո՞նց պիտի պարզեք, հարցստամ, եթե պարզվի, որ դուստր ունի եւ խախտել է փաստորեն կուսակրոնության ուխտը, ըստ ձեզ ինչ պետք է հետևի դրան, արդյոք պետք է նա կարգալույց հրճակվի, հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա հայրականության ամենակայացած ինստիտուտն է։ Այդ ինստիտուտը ունի արժեքներ եւ լուծումներ, կանոններ բոլոր դեպքերի համար 1700 տարվա հայկական ամենակայացած կառույցը ունի կանոններ, օրենքներ, լուծումներ բոլոր դեպքերի համար։ Ես ու դուք չենք, որ պիտի գնանք հատկապես վիրավորական արտահայտություններով որևէ խնդիր լուծենք եկեղեցու ներսում, սա է հարցը։ Մասին կոնկրետ մեղադրանքի ենթադրության կասկածի մասին եմ հարցս տալիս։ Ես պատասխանեցի ձեր հարցին, եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, ես ասացի հայ առաքելական եկեղեցին ունի բոլոր ներքին կանոնադրությունը, օրենքները, տարբեր խնդիրներ, անգամ ձեր մատնանշանը լուծելու համար եւ այդ կառույցը վայելում է իմ ամբողջական վստահությունը, մի քանի անգամ ավելի շատ, քան Հայաստանի կառավարությունը։ Ես եմ շնորհակալ։